Թվացյալ անհաջողությունները կարող են նաև դրական փոփոխություններ բերել մեր կյանք, իսկ երբեմնի փակված դռները նոր հորիզոններ նվաճելու հնարավորություն ստեղծել։ 10 տարի առաջ հենց այդպիսի մի փակված դուռ էլ կանխորոշեց Միքայել Պողոսյանի ճանապարհը դեպի փրկարար ծառայություն։ Մեր դուռը փակվել էր, զանգեցինք 911, եկան փրկարարները եւ շատ արագ արձագանքեցին, բացեցին դուռը, այդ ժամանակ շատ ուզեցի փրկարար դառնամ։ Թողնելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, Միքայել Պողոսյանը միացավ փրկարար ծառայության մեծ ընտանիքին։ Վստահեցնում է, ոչ մի վայրկյան չի փոշմանել այդ քայլի համար։ Դա իր կայացրած ամենաճիշտ որոշումն էր։ Երբ որ մարդկանց օգնելու հետ կապված հարցեր են, չպետք է վախենաս կամ մտածես, պետք է ամեն ինչ անես։ Ես պատրաստ եմ եղել դրան։ Գյումրիի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջն ասում է, փրկարարն իհարկե պետք է եւ հոգեբանորեն, եւ մասնագիտական գիտելիքներով, եւ ֆիզիկապես պատրաստ լինի դժվարություններին, բայց ամենակարևորը մարդկանց օգնելու ցանկությունն ու պատրաստակամությունն է։ Փրկարարը ընդհանրապես եւ հրշեջը պետք է ունենա հենց այդ մարդասիրության զգացումը, ամենակարևորը, մարդկանց օգնելու այդ ցանկությունը շատ մեծ պետք է լինի։ Միքայել Պողոսյանի խոսքով անցած 10 տարիների փորձն ու գիտելիքները սովորեցրել են հանդուրժող լինել, չընկճկել դժվարությունների առաջ։ Հարցին ինչ է տվել եւ վերցրել փրկարար հրշեջի ծառայությունը, այսպես է պատասխանում։ Այս աշխատանքը ավելի շատ համբերատար է ինձ դարձրել, ոչ մի բան չի վերցրել, մենակ դրական բաներ է տվել։ Երիտասարդ փրկարար հրշեջը այս տարիների ընթացքում բազմաթիվ կանչերի է մեկնել, բայց առանձնացնում է հատկապես այս մեկը։ Բուլվարային թաղամասի 9-րդ հարգում հրդեհ էր կրկնվել, որտեղ կային թվով 8 մարդ, որոնցից 7 երեխա էին։ Շատ արագ արձագանքել են, գնացենք կանչի վայր, հրդեհը մարելով փորձել ենք փնտրել շատ արագ լույսերով, փորձել ենք փնտրել, գտնել որտեղ են, ձեն տալով մարդկանց։ Ձայներ լսելով գնացել ենք այդ կողմ ու բոլորը ոնց որ մի սենյակում փակվել են, չեն կարողացել դուրս գան ծխի պատճառով։ Դուրս ենք բերել բոլորին, ամենասկզբից երեխաներին։ Յուրաքանչյուր փրկված կյանք, յուրաքանչյուր անկորուստ կանչ իր անձնական հաղթանակն է համարում ավագ սերժանտը։ Թերևս ծառայության նկատմամբ նման պատասխանատու մոտեցումն են գնահատել փրկարար ծառայությունում եւ Միքայել Պողոսյանին ներկայացրել 2024 թվականի լավագույն փրկարար հրշեջի կոչմանը։ Ճիշտն ասած չէի սպասում, ճիշտ ատեստավորվել եմ, գերազանց գնահատական եմ ստացել, միշտ իմ գործին փորձել եմ լիարժեք ներդնեմ, պարտավորեցնում է ավելի շատ աշխատելու։ Միքայել Պողոսյանը թեև իր նպատակների ու երազանքների մասին բարձրաձայնել չի սիրում, բայց վստահ է, այս հաջողությամբ չի սահմանափակվելու։ Միայն մեկ ցանկություն ունի՝ դեպք պատահարներ հնարավորինս քիչ լինեն, մարդիկ ապահով ու անվտանգ ապրեն։